Պարոն Զուրաբյան, դուք հետևել եք Վանաձորում 3 տեղի ունեցած ավագանու քվեարկությանը, ընդհանուր առմամբ ինչպիսի գնահատական կհնչեցնեք 3 տեղի ունեցածին, ձեզ համար սպասելի էր այդպիսի ելք։ Գիտեք, երբ որ ինձ ազգային ժողովում հարցրեցին, թե արդյոք նման բան հնարավոր է, ես ասացի, որ ես չեմ կարծում, որ կուսակցական կարգապահությունը այդքան վատ մակարդակի վրա լինի, որ չկարողանան ապահովեն այդ արդյունքը։ Ճիշտ ասած, հիմա էլ կարծում եմ, որ կուսակցական կարգապահության խնդիր չի եղել, այսինքն եթե ծախվել են ամբողջ կուսակցությամբ, բայց կոնկրետ այլ մեղադրանքներ չեմ ցանկանա ներկայացնել, որովհետև դա արդեն դրա համար պետք է լինեն կոնկրետ ապացույցներ։ Զարմանալին այն է, որ բոլոր 3 կուսակցությունները ասում են, որ ապացույցներ ունեն, որ իրենց անդամները այդպես չեն քվեարկել, բայց նրանցից ոչ մեկը այդ ապացույցները չի հրապարակում։ Ես կարող եմ ընդհանուր եզրակացություններ տալ։ Մենք գործ ունենք կոռումպացված ընտրական համակարգի հետ։ Ես սրա մասին խոսել եմ նաև իմ ելույթի ժամանակ։ Պատահական չէ, որ 4 կուսակցություն, որոնք տարբեր ժամանակաշրջանում բոլորը եղել են հանրապետականի հետ կոալիցիայի մեջ, ընտրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս վարկաբեկված կազմը, մինչդեռ ասում էին, որ նոր սահմանադրություն է, նոր ընտրակարգ է, ինչն է իմաստը այդ նոր ընտրակարգի եւ նոր սահմանության, եթե չգիտեմ, դեմոկրատական հորժորժված նոր ընտրակարգով ընտրվում են նույն հին մարդիկ։ Այսինքն ամեն ինչ փոխվում է, հա, սահմանությունը փոխվում է, օրենքները փոխվում են, ժողովրդավարական սկզբունքները զարգանում են, բայց այդ հիմքի վրա, այդ նոր օրենքների, նոր սահմանության հիմքի վրա ընտրվում են նույն մարդիկ։ Թևան Պողոսյանը 3 մեր եթերում էր ասում, որ այս տեղի ունեցածից հետո քաղաքական մշակույթի մասին խոսելն այլևս ավելորդ է եւ որ սա նոր սահմանադրության մահն է։ Դուք ինչպես կարձագանքեք Վանաձորում 3 տեղի ունեցածին, եթե սա դիտարկենք որպես նոր ընտրական օրենսգրքի կիրառման առաջին փորձ։ Գիտեք, մենք ի սկզբանե եղել ենք միակ կուսակցությունը, որը դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, որովհետեւ մենք երբեք չենք հավատացել, որ այդ սահմանադրական փոփոխությունները արվում են ժողովրդավարացման նպատակով, արվում են այն նպատակով, որ կուսակցությունների դերը բարձրացվի, ընդդիմության դերը բարձրացվի, ինչպես փորձում էին խաբել ամբողջ բնակչությանը։ Մենք ի սկզբանե ասում էինք, որ սա ընդհանրապես լուծում է մեկ հարց՝ հանրապետական ռեժիմի, Սերժ Սարգսյանի ռեժիմի հավերժականացման խնդիրը։ Մենք դա ի սկզբանե ասել ենք եւ եթե շատերի համար հիմա հայտնություն է, որ այս սահմանադրական փոփոխությունները եւ այսպես կոչված բարեփոխումները որևէ արդյունք չեն տվել, այն ժամանակ մենք դա ասում էինք եւ ոչի ընտրարշավը մենք ենք ղեկավարել եւ հասել ենք հաջողության։ Եվ վերջին հարցս, եթե կարելի է, եթե կրկին Վանաձորում 3 տեղի ունեցած այսպես նախադեպ համարենք, հնարավոր է 2017-ից հետո արդեն 17-ին ձևավորվելիք խորհրդարանում, սա արդեն դառնա ընդունված պրակտիկա, երբ կուսակցությունները որոշում են, որ ինչ-որ բան այսպես պիտի համաձայնության գան եւ քվեարկեն, ենթադրենք հանրապետականի դեմ, բայց ամեն անգամ կրկնվի էս, չեք կարծում։ Իհարկե հնարավոր է, եթե ընտրությունները մնան այն կլանային կրիմինալ ընտրակաշարքային մակարդակի, ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում եւ Վանաձորում։ Ընդդիմության մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի խնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք այս ընտրություններով փոխենք մթնոլորտը, որ բարձրացնենք այդ ընտրությունների նշանակությունը կենցաղային, չգիտեմ, բարեկամա, սանիկա, քավորային այդ ընտրակաշարքային նյութական շարժառությունների հետ կապված այդ մակարդակից բարձրացնենք քաղաքական հարթություն։ Ինչպես դա արել ենք բազմաթիվ այլ ընտրություններում։ Եթե դա կարողացանք, մենք դրանով ոչ միայն կապահովենք
ժողովրդական ուժերի, առողջ քաղաքական ուժերի լուրջ մասնակցություն եւ ներգրավվածություն ազգային ժողովում, այլ նաեւ դեմ կառնենք նման գաղտնի քվեարկությունների դեմը, որովհետեւ արդեն մթնոլորտը փոխված կլինի, եթե փոխված մթնոլորտում երբ որ արդեն ոչ ոք չի վախենում իշխանությունից կատարվում է նման քվեարկություն, ոչ մի գաղտնի քվեարկություն նրանց չի օգնի։ Այս վիճակում, երբ որ նրանք դեռ գիտեն, որ իշխանությունը մնում է